Կանխազգացել եք ձեր ամուսնու մահը։ Միայն այդ դեպքն է, որ այդպիսի բան է եղել, թե կյանքում դուք ինչ-որ բաներ կարողանում եք զգալ։ Երբեմն մարդը կամա թե ակամա ինքն է ձգում ինչ-որ իրադարձություններ իր կյանք, մյուս կողմից կանխազգալ կամ 6-րդ զգայարանով այդ ինտուիտիվ զգացողությամբ զգալ, թե ինչ կարող է լինել առջևում։ Մեր կյանքում, քանի դեռ ամուսնուս զինվորական ծառայության ընթացքը ավիացիոն աշխարհի հետ կապված էր, Ռազմական օդաչու։ ռազմական օդաչու ամենասկզբում կային տագնապներ, որոնք բնական են, մարդը գետնից կտրվում է, բայց այդ տեսակետից ինձ արշակը պատրաստել էր, ասում էր, ուղղակի մի կենտրոնացի այդ թեմայի վրա, դա սովորական թռիչք է, այսպես ուղեղս անջատել էի։ Բայց կային այլ հանգամանքներ, ես ունեցել եմ նման ժամանակներ, երբ 1-2 ամիս ինչ-որ մի բանից առաջ ունեցել եմ զգացողություն, ասել եմ ես զգում եմ փոփոխություն պիտի լինի։ Արշակի զոհվելու հետ կապված 2 շաբաթ դեպքից առաջ անընդհատ մտքիս մեջ կար այս նոյեմբերի 4-ը չեմ ուզում գա։ Կենտրոնացել էի օրվա վրա։ Ես անգամ չէի էլ պատկերացնում, որ այդ օրը թռիչք կարող է լինել, բայց զգացողություն ունեի։ Չեմ ձգտել երբևէ եւ չեմ քաջալերում այդ փնտրտուքը անել, բայց երբ որ զուգադիպությունները լինում են, ակամայից դու ուշադիր ես լինում դրան։ Մտածում եմ, որ դա ինձ երևի թե օգնել է մի քիչ ավելի պաշտպանված լինել, որտեվ այն պահին, երբ որ ես այդ լուրը ստացա, ես արդեն այդ լուրը գիտեի։ Իսկապես, որտեվ ես հենց այդ օրը առավոտյան անգամ ունեցել էի այդ զգացողությունը վիժնի նման, այսպես տեսիլքի նման, որ այս նոր տարին այս տան մեջ վերջինը կլինի։ Երբ որ դա տեղի ունենում, արդեն կարծես քո ուղեղը եւ քո հոգեվոր շերտերը քեզ մի փոքր պատրաստում են, որ դու լրիվ չխելագարվես։